Սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, ահա մատուցվեց 2025 թվականի վերջին պատարագը եւ այսօր էլ Փառք Աստծո առիթ ունեցանք միասին մեր աղոթքը բարձրացնելու առ Աստված փառք տալու համար, որ այս տարին էլ կարողացանք որոշ չափով առողջ, որոշ չափով հաջողություններով հագել։ Բայց ամեն անգամ, երբ կանգնում ենք այս օրերին, տարվա վերջին, միշտ ակամայից ինքներս մեզ հարց ենք տալիս, թե ինչ տարի եղավ մեզ համար անցած տարին, ինչի հասանք, ինչ չհասցրեցինք, ինչը սխալ արեցինք, ինչը ալարեցինք անել, որ պետք է անենք, եւ այսպես շարունակ բավական հարցեր։ Բայց այսօր ես կուզեի, որպեսզի ամեն մեկս մեզ հարց տանք, թե ինչ են կարողացել մենք անել մեր հոգևոր կյանքի համար։ Դա լինի լավ, թե լինի վատ։ Եվ պատահական չի, որ այսօր Սուրբ Ավետարանի մեջ դրված էր մի հատված, որտեղ Քրիստոս պատմում է մի առակ, նվիրված հենց այդ նույն թեմային։ Պատմվում է հետևյալը. մի մարդ, ղեկավար մարդ, պետք է գնար ուրիշ երկիր, մի ուրիշ պաշտոն ստանալու եւ կանչում է իր օգնականներին եւ նրանց է տալիս, այսպես ասած, որոշակի գումար, ասում է աշխատեք, այստեղ եղեք, աշխատեք, մինչև որ վերադառնա։ Գնում է, հետո վերադառնում է, եւ երբ որ վերադառնում է, կանչում է այդ իր օգնականներին եւ ասում է, ինչ արեցիր իմ տված այդ փողով։ Նա ասում է, դու ինձ տվել էիր 1-ը, ես դարձրեցի 10-ը։ Սա ասում է, ապրես, բարի եւ հավատարիմ ծառա։ Մյուսին է կանչում, ասում է, դու ինչ արեցիր, ասում է, դու ինձ տվեցիր 1-ը, դարձրեցի 5-ը, ասում է, դու էլ ապրես, բարի եւ հավատարիմ ծառա։ Երրորդը գալիս է, նրան ասում է, դու ինչ արեցիր, սա ասում է, Տեր, գիտեի, որ դու խիստ մարդ ես եւ վախեցա ինչ-որ մի բան անել, ուղղակի լավ պահեցի քո տվածը եւ ահա վերադարձնում եմ նորից քեզ։ Եվ այդ մարդուն Տերը չի գովում, այլ հակառակը փնովում է։ Եվ այս առակով Քրիստոս մեզ ուզում է բացատրել հետևյալը. ամեն մեկս այս կյանք եկել ենք, ծնվել ենք, ամեն մեկս մի հոգևոր առաքինությամբ, մի հոգևոր մի բան։ Մեկը կարող է լավ մխիթարող լինի, մեկը կարող է լավ խորհուրդ տվող լինի, մեկը կարող է լավ ճանապարհ ցույց տվող լինի, մեկը կարող է լավ աղոթող լինի, մեկը կարող է ուղղակի լավ մարդ սիրող լինի։ Բայց երբեմն մենք այդ ամենը պահում ենք մեր մեջ։ Չենք ուզում այդ ամեն ինչը ուժեղացնել, բազմացնել։ Եվ հենց դրա մասին է այսօրվա խորհուրդը եւ այսօրվա ավետարանը։ Մարդուն տրված է Աստծո կողմից միշտ էլ շնորհ։ Ոչ մեկը դատարկաձեռն չի եկել այս աշխարհ։ Բայց կան մարդիկ, ովքեր որ այդ շնորհը գիտակցելով, տեսնելով, որ կարող են այդ իրենց ունեցածը կիսել, տալ, ուրախացնել նաև ուրիշին, անում են դա։ Իսկ կան մարդիկ, որ տեսնելով, որ իրենք ինչ-որ բան կարող են անել ուրիշին, կամ վախենում են, կամ ալարում են, ծուլանում են, կամ ժլատություն են անում եւ չեն այդ ամեն ինչը տալիս դիմացինին։ Դիմացինը կարող է լինի նույնիսկ տան հարազատը, կարող է լինի ընկերը, բարեկամը կամ էլ նույն եկեղեցու մեջ աղոթող մեկը։ Եվ հենց դա է, որը չգովվեց Աստծո կողմից, որը որ չգովվեց Տիրոջ կողմից, այլ հակառակը հնովվեց, որովհետև ամեն մեկիս, երբ որ ինչ-որ մի բան տվել է Տերը, նա ակնկալել է, որ մենք դա կօգտագործենք բարիք անելու համար, որովհետև ինքն էլ մեր Տեր Աստված
լինելով Աստված, նաև ինքը բացարձակ բարի է։ Եվ այդ չանողների մեջ Տերը տեսավ ծուլություն, Տերը տեսավ մահացող շնորհք, Տերը տեսավ մահացող լույս, ինչպես որ մի պատմության մեջ է, որտեղ որ պատմվում է մի մարդու մասին, որը որ ծույլ էր, չէր սիրում աշխատել, այսպես ասենք, եւ ինչպես որ այդ պատմողն է, պատմիչն է պատմում, ասում է նրա տան դռները փակ էին, իսկ անկողինը միշտ բաց, այսինքն ամբողջ օրը պարկած էր եւ ասում էր լավ այսօրվա գործն էլ, ասում է այսօր ժամանակ չունեմ, հավես չունեմ, ալարում եմ, ուժ չունեմ, ասում էր վաղը կանեմ եւ այդպես առավոտը ծագում էր արևը, երեկոյան արևը մայր էր մտնում, բայց նա մնում էր այդպես պարկած իր տեղաշորների մեջ ամեն օրվա գործը վաղվանը գցելով։ Մի օր տեսավ, որ ինչ որ իր տան մեջ մութ է։ Եվ գոռաց, ասեց, այս ինչ մութ է, եւ ինչ որ ձայն նրան ասաց, դա ոչ թե մութ է, դա ոչ թե խավար է, այլ դա քո չվառած լույսն է։ Եվ նա երբ որ իրոք նայեց իր կողքերը, տեսավ, որ իր բարեկամները եւ հարազատները նրանից հեռացել են։ Որոշ ժամանակ անցավ, սովը եկավ նրա դուռը։ Նա փորձեց բացել տան դուռը, որպեսզի դուրս գա, եւ ինչ որ մի բան հայթայթի ուտելու, բայց դուռը այնքան ժամանակ չէր օգտագործվել, որ կողպեքները ժանգոտել էին եւ չկարողացավ այդ դուռը բացել։ Եվ այդ ժամանակ նա հասկացավ, որ ծուլությունը դա դանդաղ մահ է, դանդաղ դեպի մահ գնալն է։ Հասկացավ, որ ծուլությունը ոչ թե քեզ պահում է քո հարստության եւ քո կյանքի սովորական ռիթմի մեջ, այլ լռությամբ, առանց քեզ ասելու, առանց քեզ նեղություն տալու քեզի թալանում է։ Առանց աղմկելու քեզի թալանում է։ Եվ այդ ժամանակ այդ մարդը այսպես կանչեց եւ ասեց. «Օ Երանի ետ բերեի այն ժամանակները», բայց այդ ժամանակները նրա մոտ չվերադարձան, որովհետեւ Աստված միշտ ժամանակ է տալիս եւ շնորհք է տալիս նրան, ով ուզում է քայլել միշտ առաջ։ Հետևաբար այսօրվա այս խորհուրդը եւ մանավանդ տարվա վերջին կամ էլ այսպես ասած մյուս տարվա սկզբնամասին կանգնած պետք է մեր համար դառնա մի ուշ տվող խթան, որպեսզի մտածելով այս տարում այն ամենի մասին, ինչ որ ալարկոտությամբ չենք արել, մյուս տարի գոնե չանենք։ Հասկանանք, որ այս ալարկոտությունը մեզի ինչ որ մի բան չտվեց այս տարվա վերջում եւ պետք է այսպես չշարունակենք, որ մյուս տարի ավելի լավը դիմավորենք նոր տարին։ Եվ նաեւ ժլատությունը պետք է կարողանանք մեր մեջից հանել։ Ժլատությունը դա նոր չեմ ուզում ասել, ժլատություն գումար չտալ եւ այլն։ Հոգեվոր ժլատություն։ Մենք շատ անգամ կարող ենք տեսնել մի մարդու, որին եթե կանգնենք մի երկու րոպե հետը խոսենք, նա շատ ավելի լավ վիճակի կդառնա։ Չէ՞ կան մարդիկ, որ ընկճված են, խոսալու կարիք ունեն, բայց մենք անտեսում անցնում ենք, ասում են, գործ ունեմ, պետք է գնամ այս մարդու հավեսը չունեմ, ոչ էլ այս մարդու ժամանակը ունեմ։ Բայց չգիտեմ, ես չենք էլ իմանում ի վերջո ինչ եղավ այդ մարդու վիճակը։ Բայց եթե ընդամենը ինչ որ 2 րոպե կանգնենք եւ խոսենք նրա հետ, ապա այդ մարդը կարող է հենց այդ րոպեներից հետո ավելի մի ուրիշ կյանք սկսել, չէ՞։ Իսկ մենք չենք արել։ Դա մեզանից ոչ փող է պահանջել, ոչ հաց է պահանջել, ոչ էլ ջուր է պահանջել։ Ուղղակի մենք ժլատություն ենք արել, հոգևոր ժլատություն ենք արել եւ չենք արել։ Եվ այդ հոգևոր ժլատությունն էլ նմանվում է մի մարդու, ով որ մի այսպիսի գյուղում էր ապրում եւ գյուղացիք լավ գիտեին նրան, որ ինքը շատ աշխատասեր մարդ է, բայց նաեւ գիտեին, որ աշխատասեր լինելով հանդերձ շատ ժլատ մարդ է։ Եվ ասում էին նրա սեղանները միշտ լիքն էին, բայց դռները փակ։ Եվ մի օր էլ այս մարդը երբ որ իր սեղանի շուրջ նստած էր եւ այլում էր համով կերակուրները, դրսից պատուհանից մի ձայն լսեց, որ այնտեղ իր պատուհանի տակ մեկը կանգնած էր, ասում են մի կտոր հաց տուր, սոված է։ Մի աղքատ մարդ է։ Սա ասեց, նայեց սեղանին,
մտածեց, որ եթե մի կտոր հաց տա իրենից ոչ մի բան չի պակասի։ Հետո հիշեց, որ պետք է երկրորդ հարկից իջնի ներքև, դուռը բացի, դրան տա այդ հացի կտոր, ասեց, լավ, ալարում եմ, հիմա ժամանակ չկա, վաղը արի։ Այդ վաղը դարավ մյուս օրը եւ այսպես այն աղքատ մարդն էլ արդեն տեսավ, որ ոչ մի օգուտ չկա եւ չեկավ։ Էլ չեկավ։ Եվ անցան ինչ որ որոշ ժամանակ անցավ եւ այդ մարդը հիվանդացավ։ Երբ որ հիվանդացավ, տեսավ, որ իր հարստությունը չի օգնում իրեն։ Փողով չի կարողանում բուժվել, այնպիսի հիվանդություն է։ Տեսավ, որ իր սեղանը նորից լիքն է, բայց ինքը չի կարող ուտել։ Իր հիվանդությունը չի թույլ տալիս օգտվել այդ բարիքներից։ Եվ այդ ժամանակ նա գնաց յուղի քահանայի մոտ եւ քահանայից հարցրեց, ասեց, ինչ եմ ես կորցրել։ Եվ քահանան նրան պատասխանեց, ասեց, դու կորցրել ես այն, ինչ որ չես տվել։ Եվ այդ գիշեր նա երազ տեսավ, եւ երազում նա տեսավ իր բոլոր ոսկիները, իր բոլոր փողերը քարերի պես էին դարձել եւ կուտակվել էին իր կողքը եւ ինքը կարծես մնացել էր մի այսպիսի մութ սենյակի մեջ, այդ ոսկիների եւ փողերի քարերից գոյացած մութ սենյակի մեջ։ Եվ այդ սենյակը մի փոքրիկ այդպիսի անցք ուներ եւ այդ անցքից նա տեսնում էր մի լույս։ Եվ դա էլ այդ լույսն էր, դա այն հացն էր, որը որ նա չէր տվել աղքատին, բայց այդ լույսը այնքան հեռու էր, որ չէր կարողանում լուսավորել իր այն փոքրիկ խուցը, որի մեջ ինքը այդ պահին մնացել էր։ Հետևաբար, սիրելի հավատացյալ եղբայրներ եւ քույրեր, այս օր տարվա վերջին պատարագին մեզ համար մի հարց տանք ամեն մեկս մեզ եւ փորձենք այդ հարցին նաև պատասխանել նորից ամեն մեկս մեզ։ Ինչ ալարեցինք, ինչ ժլատություն արեցինք անցած կամ անցնող տարվա մեջ եւ նաև փորձենք մի ուրիշ հարցով էլ ինքներս մեզ ասել, թե արդյոք կկարողանանք հաջորդ տարի հաղթահարել մեր մեջ ուժը, հաղթահարել մեր մեջ այն ամեն ինչը, ինչ որ մեզ բերեց այդ ծուրությանը, ինչ որ մեզ բերեց այդ ժլատությանը եւ այլևս չանել։ Հավատացեք, որ եթե ամեն անգամ, ամեն տարի լինի, ամեն կիրակի, ինչ որ մի բան դուք փորձեք փոխել ձեր կյանքի մեջ լավը, ես չեմ ասում փոխեք ձեր բնավորությունը, մի բան, ամենափոքր բանը փորձեք փոխել դեպի լավը, փորձեք նույնիսկ մի քիչ ավելի շատ ժպտալ, ապա հավատացեք, որ հաջորդ օրերը ձեր համար կլինեն ավելի ջերմ եւ ավելի ուրախալի։ Փորձեք մեկը մյուսին էլ ժպտացող լինել եւ փորձեք քիչ նայել մյուսի վատ կողմերը տեսնելու համար։ Փորձեք մեկը մյուսի մեջ գտնել նախ եւ առաջ լավը, որովհետեւ վատը վաղը մյուս օրը Տիրոջ դատաստանի ժամանակ կդրվի բոլորի առջև։ Իսկ լավը, որը որ կա այս պահին, պետք է անպայման բացահայտվի։ Եվ մենք պետք է բացահայտենք մեկս մյուսի մեջ լավը։ Թող Աստված ձեզ ուժ եւ կարողություն տա։ Եվ օգտվելով առիթից նաեւ ուզում եմ բոլորիդ շնորհավորել գալիք նոր տարվա առիթով եւ մաղթել բոլորիդ ընտանիքներին ուժ, կարողություն, կայուն հավատք։ Եվ մենք էլ արդեն բոլորս կտեսնվենք Սուրբ Ծննդյան տոնակատարություններին։ Օրհնյալ եղերուկի շնորհասրբող քույն, երթայքի խաղաղություն եւ Տերն մեր Հիսուս Քրիստոս եղեցին ձեզ եւ ամենեսյանս ամեն։ Նաեւ գիտեք, նրորդնեքի արարողություններ են կատարվելու մեր եկեղեցիներում մեջ եւ այդ նրորդնեկները երկու եկեղեցիներում էլ կկատարվեն դեկտեմբերի 31-ին երեկոյան ժամերկությունից հետո։ Շնորհավոր, ամանոր եւ գալիք Սուրբ Ծնունդ։ Ամեն։